Մի սովորական կեսօր ընդհատվում է ավտոկայանատեղիից եկող կասկածելի ձայնով։ Երկու տղամարդ շքեղ մեքենայի տակ ինչ-որ մութ բան են տեղադրում։ Այն, ինչ նա տեսնում է, ամեն ինչ փոխում է, դա պահանջում է քաջություն, երիտասարդությունից վեր։ Նախքան այս անհավատալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Կեսօրվա տաք քամին փչում էր Լճապնյա քաղաքի նեղ փողոցներով, իր հետ տանելով ծովի աղի հոտը ծաղիկների բույրը, որոնք Քյարան խնամքով դասավորում էր ծաղկի խանութի հետնամասի փոքրիկ պահեստում։ 17 տարեկանում նա սովորել էր գնահատել լռության այս պահերը, մոր Ռոզայի կողքին աշխատանքի զբաղված ժամերից հետո։ Մագնոլիա ծաղկի խանութը նրանց համար պարզապես բիզնես չէր։ Դա ապաստան էր, որտեղ նրանք վերակառուցել էին իրենց կյանքը 5 տարի առաջ քաղաք ժամանելուց հետո։ Քյարան վերջին խոլորձի ծաղկամաններն էր դասավորում, երբ ավտոկայանատեղիից եկող տարօրինակ ձայնը գրավեց նրա ուշադրությունը։ Պահեստի փոքրիկ, փոշոտ պատուհանից նա տեսավ երկու տղամարդու, որոնք կռացած էին արծաթագույն շքեղ մեքենայի կողքին։ Սկզբում նա կարծեց, թե դրանք մեխանիկներ են, բայց նրանց կեցվածքի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան տատանվել։ Դրանք գաղտագողի հաշվարկված շարժումներ էին, որոնք բոլորովին նման չէին պարզ ավտոմեքենայի վերանորոգման։ Հետաքրքրված առանց աղմուկի, Քյարան ավելի մոտեցավ պատուհանին։ Այն, ինչ նա տեսավ, լիովին անդամալույծ դարձրեց նրան։ Երկու տղամարդիկ, որոնց նա այժմ ճանաչում էր որպես տեղական ոստիկանական բաժանմունքի դետեկտիվներ, նա մի քանի անգամ տեսել էր նրանց լուսանկարները թերթում, խնամքով փոքրիկ, պլաստիկով փաթաթված փաթեթներ էին տեղադրում մեքենայի տակ։ Նրանցից մեկը տախտակ էր պահում, կարծես սերիական համարներ էր գրում, մինչ մյուսը լուսանկարում էր յուրաքանչյուր շարժում։ Քյարայի սիրտը սկսեց անկանոն բաբախել։ Նա հստակ գիտեր, թե ում էր այդ մեքենան։ Վիկտոր Ալյանցը, տարածաշրջանի ամենահարգված գործարարներից մեկը, միշտ այնտեղ էր կայանում, երբ գալիս էր իր ընկերության միջոցառումների համար ծաղկային կոմպոզիցիաներ վերցնելու։ Նա զուսպ մարդ էր, քիչ խոսող, բայց խորը հետքեր թողել նրա մոր կյանքում։ 3 տարի առաջ ծաղկի խանութը ենթարկվել էր վանդալների հարձակմանը, ովքեր պատերին ատելության հաղորդագրություններ էին թողել ոչնչացրել գրեթե ողջ պաշարը։ Ռոզան օրեր շարունակ լացել էր, չիմանալով, թե ինչպես վերակառուցի ամեն ինչ։ Հենց այդ ժամանակ Վիկտորը հայտնվեց, առանց աղմուկի, աշխատակիցների թիմով, ովքեր մաքրեցին, ներկեցին ամբողջությամբ վերականգնեցին վայրը։ Երբ Ռոզան փորձեց շնորհակալություն հայտնել հարցնել, թե որքան է պարտք, նա պարզապես մի քարտ տվեց պարզ արտահայտությամբ։ Ոչ ոք չպետք է իրեն անցանկալի զգա այնտեղ, որտեղ ապրում է։ Այժմ, տեսնելով ապացույցների բացահայտ մանիպուլյացիայի այդ տեսարանը, Քյարան զգում էր, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Այդ մարդիկ իրավիճակ էին ստեղծում Վիկտորի, հնարավոր է, քաղաքի այլ ազնիվ գործարարների դեմ։ Նա շարունակեց դիտել, մտավոր կերպով արձանագրելով յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր շարժում, ներգրավվածների յուրաքանչյուր դեմք։ Գրեթե 20 րոպե անց դետեկտիվներն ավարտեցին իրենց մութ աշխատանքը, հեռացան, ցածր ձայնով խոսելով, շուրջը նայելով, կարծես ստուգում էին, թե արդյոք ինչ-որ մեկը նրանց դիտել է։ Քյարան թաքնվեց արկղերի կույտի հետում, մինչ նրանք լիովին անհետացան։ Երբ վերջապես իրեն ապահով զգաց թաքստոցից դուրս գալու համար, նրա ոտքերն այնքան էին դողում, որ ստիպված էր հենվել պատին։ Այն, ինչ նա տեսել էր, շատ ավելի լուրջ էր, քան երբևէ պատկերացրել էր։ Դրանք օրենքի ներկայացուցիչներ էին, մարդիկ, ում համայնքը վստահում էր, նրանք ակնհայտորեն կոռուպցիայի էին ենթարկում արդարադատությունը։ Ռոզան հայտնվեց պահեստի դռան մոտ, անհանգստացած դստեր ուշացումից։ Քյարա, սիրելիս, ինչ պատահեց։ Դու թերթի պես գունատ ես։ Մայրիկ, ես։ Քյարան տատանվեց։ Ռոզային պատմելը կնշանակեր նրան ներգրավել պոտենցիալ վտանգավոր բանի մեջ։ Բայց այդ գաղտնիքը պահելը նույնպես անհնար էր թվում։ Ես հենց նոր շատ տարօրինակ բան տեսա։ Ռոզան մոտեցավ, ձեռքերը չորացնելով ծաղկավոր գոգնոցի վրա, որը միշտ կրում էր։ Ինչ էր, աղջիկս։ Քյարան խորը շունչ քաշեց, պատմեց այն ամենը, ինչ տեսել էր։ Ռոզան լուր լսում էր, նրա դեմքի արտահայտությունը անհանգստությունից վերածվում էր լիակատար անհավատության, իսկ հետո խորը վախի, որը Քյարան լավ գիտեր։ Նույն վախը, որը նրա մայրը զգացել էր 3 տարի առաջ այդ սարսափելի գիշերը։ Քյարա, սա շատ լուրջ է, շշնջաց Ռոզան, շուրջը նայելով, կարծես ինչ-որ մեկը կարող էր լսել։ Եթե այն, ինչ դու տեսել ես, ճիշտ է, ապա այդ մարդիկ ունակ են ամեն ինչի, անմեղ մարդկանց վնասելու համար։ Ես գիտեմ, մայրիկ։
Բայց ինչ կարող ենք անել։ Ով կհավատա մեզ ոստիկանության դետեկտիվների դեմ։ Ռոզան ամուր բռնեց դստեր ձեռքերը։ Հիշում ես, թե Վիկտորն ինչ արեց մեզ համար։ Քարտը, որը նա տվեց մեզ։ Հիշում եմ, գլխով արեց Քյարան, կոկորդում կուտակում զգալով։ Այսպիսով, գուցե մեր հերթն է հատուցել բարությունը։ Գուցե մեր հերթն է պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ։ Այդ պահին, կարծես ճակատագիրը նախապատրաստում էր իրադարձությունները, նրանք լսեցին Վիկտորի մեքենայի շարժիչի ծանոթ ձայնը, որը մոտենում էր ավտոկայանատեղիին։ Քյարան վազեց պատուհան մոտ, տեսավ ոչ միայն Վիկտորին, այլ 4 այլ տղամարդկանց, ում նա ճանաչում էր որպես տեղական գործարարներ՝ Ալանին, Մարկոսին, Պետրոսին, Թեոին։ Բոլորը դուրս եկան մեքենաներից, քայլեցին դեպի ապահով նավահանգիստ ռեստորան, քաղաքի ամենաավանդական հաստատությունը, որը գտնվում էր հենց ծաղկի խանութի դիմաց։ Նրանք այնտեղ կճաշեն, նկատեց Ռոզան, միանալով դստերը պատուհանի մոտ։ Բոլորը միասին, ոչինչ չկասկածելով։ Քյարան զգաց, թե ինչպես է աճող շտապողականությունը տիրում իր կրծքին։ Նրանց պետք էր զգուշացնել, քանի դեռ ուշ չէր։ Բայց ինչպես կարող էր 17-ամյա աղջիկը, ներգաղթյալի դուստրը, ով ծաղկավաճառ էր աշխատում, մոտենալ համայնքի այդքան կարևոր հարգված մարդկանց։ Մայրիկ, ես պետք է զգուշացնեմ նրանց, ասաց Քյարան, նրա ձայնը վճռականություն ձեռք բերելով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Քյարա, ոչ։ Դա շատ վտանգավոր է։ Իսկ եթե դա ծուղակ է։ Իսկ եթե այդ մարդիկ հսկում են։ Այդ դեպքում էլ ավելի շատ պատճառ կա նրանց արագ զգուշացնելու համար։ Քյարան համբուրեց մոր դեմքը։ Հիշում ես, թե ինչ էիր միշտ ասում ինձ։ Որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ ճիշտը անելը, նույնիսկ վախենալով։ Ռոզան դստերը նայեց հպարտության սարսափի խառնուրդով։ Նա Քյարայի մեջ տեսնում էր նույն վճռականությունը, որը ստիպել էր իրեն տարիներ առաջ ամեն ինչ թողնել, լավագույն կյանք փնտրել։ Եթե դու դա անելու ես, ապա ճիշտ կանես։ Միասին կգնանք։ Ոչ, մայրիկ։ Ավելի անվտանգ է, եթե մենակ գնամ։ Ավելի քիչ կասկածելի։ Քյարան շարժվեց դեպի դուռը, բայց Ռոզան բռնեց նրա թից։ Խոստացիր, որ զգույշ կլինես։ Խոստացիր, որ վտանգի առաջին նշանի դեպքում դու դուրս կգաս այնտեղից։ Խոստանում եմ, ասաց Քյարան, արագ գրկելով մորը, նախքան դուրս գալը։ Ապահով նավահանգիստ ռեստորանը գտնվում էր ծաղկի խանութից ընդամենը 50 մետր հեռավորության վրա, բայց Քյարայի համար այդ քայլքը հավերժություն թվաց։ Յուրաքանչյուր քայլ ստիպում էր նրան կասկածել, թե արդյոք ճիշտ բան է անում։ Իսկ եթե նա սխալ էր մեկնաբանում այն, ինչ տեսել էր։ Իսկ եթե այդ մարդիկ իսկապես վտանգավոր էին, ինչպես դետեկտիվները կարծես թե հավատում էին։ Բայց հետո նա հիշեց Վիկտորի քարտը, բարի խոսքերը, թիմը, որը վերականգնել էր ծաղկի խանութը, ոչինչ չխնդրելով։ Նա հիշեց մոր ամաչկոտ ժպիտը, երբ վերջապես կարողացավ վերաբացել բիզնեսը, պատկանելության զգացումը, որը նրանք գտել էին այդ փոքրիկ լճապնյա քաղաքում։ Ռեստորանի մուտքի մոտ հասնելուն պես Քյարան մի պահ կանգ առավ։ Ապակե պատուհաններից նա կարող էր տեսնել 5 տղամարդկանց, որոնք նստած էին հաստատության հետնամասի կլոր սեղանի շուրջ, աշխույժ զրուցելով, մինչ ճաշացուցակն էին ուսումնասիրում։ Նրանք լիովին հանգիստ էին թվում, անտարբեր մոտեցող վտանգի նկատմամբ։ Մետրդոտելը, միջին տարիքի էլեգանտ տղամարդ, նրան ընդունեց քաղաքավարի ժպիտով։ Բարի երեկո, օրիորդ։ Ամրագրում ունեք։ Ոչ, ես պետք է խոսեմ ինչ-որ մեկի հետ, ով այստեղ է ճաշում։ Շտապ է։ Մետրդոտելը կնճռեց հոնքերը, ակնհայտորեն կասկածելով։ Կներեք, բայց մենք չենք կարող ընդհատել մեր հաճախորդներին իրենց ճաշի ընթացքում։ Եթե օրիորդը ցանկանում է հաղորդագրություն թողնել։ Խնդրում եմ, դա շատ կարևոր է։ Դա վերաբերում է։ Քյարան տատանվեց, հասկանալով, որ չի կարող բացահայտել իր հաղորդագրության իրական բնույթը այնտեղ, որտեղ ցանկացած մեկը կարող էր լսել։ Հենց այդ ժամանակ ռեստորանի հետնամասից ծանոթ ձայն հնչեց։ Թող նա գա։ Վիկտորը նկատել էր մուտքի մոտի իրարանցումը, ճանաչելով Քյարային, ժեստ արեց, որ նա մոտենա։ Մյուս 4 տղամարդիկ հետաքրքրությամբ նայեցին, մինչ նա նյարդայնորեն քայլում էր սեղանների միջով, զգալով բոլոր մյուս հաճախորդների հայացքների ծանրությունը։ Քյարա, չէ՞ մեղմորեն հարցրեց Վիկտորը, երբ նա հասավ սեղանին։ Մագնոլիա, ծաղկի խանութից։ Այո, պարոն, պատասխանեց նա, նրա ձայնը ավելի ցածր էր, քան նախատեսում էր։
Նստիր, Վիկտորը ցույց տվեց մի դատարկ աթոռ։ Ի՞նչն է քեզ բերել այստեղ այսպիսի զբաղված երեկոյին։ Քյարան շուրջը նայեց, նկատելով, որ մոտակա սեղանների որոշ մարդիկ կարծես ուշադրություն էին դարձնում խոսակցությանը։ Ես կարող եմ ձեզ հետ առանձին խոսել։ Դա շատ կարևոր է։ 5 տղամարդիկ զարմացած հայացքներ փոխանակեցին։ Ալանը, խմբի ամենաերիտասարդը, հատկապես կասկածամիտ էր թվում, բայց Վիկտորը պահպանում էր իր հանգիստ ընկերական արտահայտությունը։ Իհարկե, ասաց Վիկտորը։ Մարկոս, կարող ես մետրդոտելին խնդրել, որ մեզ համար ամրագրված սրահը տրամադրի։ Մի քանի րոպեից նրանք բոլորը հավաքված էին ռեստորանի հետնամասի փոքրիկ մասնավոր սրահում։ Քյարան զգում էր, թե ինչպես են իր ձեռքերը դողում, փորձում էր կառավարել իր արագացած շնչառությունը։ Այժմ կարող ես ազատ խոսել, քաջալերեց Վիկտորը։ Մենք բոլորս ականջալուր ենք։ Քյարան խորը շունչ քաշեց, սկսեց պատմել այն ամենը, ինչ տեսել էր։ Նա նկարագրեց երկու դետեկտիվներին, մեքենայի տակ դրվող փաթեթները, լուսանկարները, ամեն ինչ մանրամասնորեն։ Խոսելիս նա դիտում էր 5 տղամարդկանց դեմքերի արտահայտությունները, որոնք աստիճանաբար հետաքրքրությունից վերածվում էին անհանգստության, իսկ հետո խորը լրջության։ Երբ նա ավարտեց, սրահում ծանր լռություն տիրեց։ Ալանն առաջինը խախտեց լռությունը, նրա ձայնը լի էր թերահավատությամբ։ Ինչպես գիտենք, որ սա ծուղակ չէ։ Ինչպես գիտենք, որ նրան չի ուղարկել ինչ-որ մեկը, մեզ շփոթեցնելու կամ սխալ թույլ տալու համար։ Քյարան զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին, բայց Վիկտորը ձեռքը բարձրացրեց հաշտարար ժեստով, նախքան նա կկարողանար պատասխանել։ Ալանը հիմնավոր անհանգստություն ունի, հանգիստ ասաց Վիկտորը։ Բայց ես ճանաչում եմ այս երիտասարդին, նրա մորը։ Նրանք բարոյական մարդիկ են։ Նա շրջվեց դեպի Քյարան։ Ավելին պատմիր քո մոր մասին։ Ինչպես եք հասել մեր քաղաք։ Քյարան խորը շունչ քաշեց, հասկանալով, որ պետք է վստահություն հաստատի։ Մայրս ու ես 5 տարի առաջ եկել ենք Վանաձորից։ Նա կորցրել էր իր աշխատանքը փակված գործարանում, մենք այլս ոչինչ չունեինք այնտեղ։ Մենք այստեղ հասանք ընդամենը 2 ճամպրուկով նորից սկսելու հույսով։ Իսկ ծաղկի խանութը, հարցրեց Մարկոսը, մոխրագույն մազերով տղամարդը, ով իմաստության աուրա էր արձակում։ Մայրս միշտ իմացել է ծաղիկների հետ աշխատել։ Դա գիրք էր, որը նա ժառանգել էր տատիկիցս։ Երբ մենք այստեղ հասանք, նա աշխատանք գտավ մի ծաղկի խանութում, որը սնանկանում էր։ Տերը հիվանդ էր, ինչ-որ մեկի կարիք ուներ բիզնեսը վարելու համար։ Ժամանակի ընթացքում նա կարողացավ գնել հաստատությունը։ Իսկ միջադեպը, որը ես հենց նոր հիշատակեցի, մեղմորեն հարցրեց Վիկտորը։ Քյարան իջեցրեց աչքերը, հիշողությունը դեռ ցավոտ էր։ 3 տարի առաջ քաղաքի որոշ մարդկանց դուր չէր եկել այն փաստը, որ մայրս խլել էր բիզնեսը հին բնակչից։ Նրանք գիշերը ներխուժել էին ծաղկի խանութ, ոչնչացրել ամեն ինչ, սարսափելի հաղորդագրություններ էին գրել պատերին։ Իսկ ես, քաջալերեց Վիկտորը։ Դուք հայտնվեցիք հաջորդ օրը։ Մայրս լացում էր, չիմանալով, թե ինչպես է նորից սկսելու ամեն ինչ։ Դուք թիմ բերեցիք, ամեն ինչ վերականգնեցիք անվճար, իսկ հետո թողեցիք այդ քարտը։ Ոչ ոք չպետք է իրեն անցանկալի զգա այնտեղ, որտեղ ապրում է, ավարտեց Վիկտորը, մյուս տղամարդիկ գլխով արեցին, ճանաչելով։ Պետրոսը, ով մինչ այդ լուռ էր մնացել, առաջ թեքվեց։ Վիկտորը սովորություն ունի օգնելու մարդկանց, ովքեր դժվարությունների միջով են անցնում։ Մենք բոլորս դա անում ենք, յուրաքանչյուրս մեր ձով։ Դա մեր համայնքի նկատմամբ մեր զգացած պատասխանատվության մի մասն է։ Հենց դրա համար, ավելացրեց Թեոն, որ այն, ինչ դուք մեզ պատմում եք, այդքան իմաստ ունի։ Ամիսներ շարունակ մենք նկատել ենք աճող ճնշում մեր բիզնեսների վրա։ Հանկարծակի հետաքննություններ, չափազանց մեծ ստուգումներ, շուկներ, որոնք տարածվում էին։ Ալանը, ով դեռ տատանվում էր, ձեռքերը կրծքին ծալեց։ Բայց ինչու դուք դա կանեիք։ Ինչու կրիսկանայիք մեզ զգուշացնելու համար։ Քյարան ուղիղ նայեց նրա աչքերին։ Որովհետև դա ճիշտ բանն է անելու համար։ Եվ որովհետև նա մի պահ տատանվեց, որովհետև դուք ցույց տվեցիք մեզ, որ այս քաղաքը կարող է իսկական տուն լինել, որտեղ մարդիկ պաշտպանում են միմյանց։ Մարկոսը թեթակի թակեց սեղանը։ Մենք պետք է անմիջապես ստուգենք սա։ Եթե այն, ինչ Քյարան տեսել է, ճիշտ է, մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Համաձայն եմ, ասաց Վիկտորը։ Բայց մենք պետք է խելացի լինենք։
Եթե իսկապես ինչ-որ բան թաքնված է մեր մեքենաներում, մենք չենք կարող պարզապես վազել ստուգելու։ Դա կարող է հենց այն լինել, ինչ նրանք սպասում են։ Իսկ եթե ուրիշ մարդկանց կանչենք, առաջարկեց Պետրոսը։ Վկաներ։ Որքան շատ մարդ ներկա լինի այն, ինչ մենք կգտնենք, այնքան լավ։ Թեոն եռանդուն կերպով գլխով արեց։ Հիանալի գաղափար է։ Եթե դավադրություն է ընթանում, այն աշխատում է միայն այն դեպքում, եթե մենք մենակ ենք, երբ ապացույցները հայտնաբերվում են։ Ալանը վերջապես համոզված թվաց։ Լավ։ Բայց մեզ պլան է պետք։ Մենք չենք կարող պարզապես այստեղից խմբով դուրս գալ շոու ստեղծել։ Վիկտորը շրջվեց դեպի Քյարան։ Դու ասացիր, որ տեսել ես երկու դետեկտիվի։ Կարող ես նկարագրել նրանց։ Մեկը բարձրահասակ էր ու նիհար, մոխրագույն մազերով ու բարակ բեղերով։ Մյուսը ավելի ցածրահասակ էր, մարմնեղ, ճակատին սպիով։ Ես նրանց նախկինում տեսել եմ տեղական թերթի լուսանկարներում։ Դետեկտիվ Սալյանը, դետեկտիվ Օլինսը, մռայլորեն մրմնջաց Մարկոսը։ Նրանք բարդ համբավ ունեն քաղաքում։ Ինչպե՞ս, հարցրեց Քյարան։ Նրանք հայտնի են նրանով, որ կոշտ են որոշակի համայնքների նկատմամբ, խնամքով բացատրեց Պետրոսը։ Հատկապես ներգաղթյալների փոքրամասնությունների։ Նրանք միշտ ճանապարհներ են գտնում մարդկանց կյանքը բարդացնելու համար։ Եվ հիմա ակնհայտորեն որոշել են թիրախավորել մեզ, դառնությամբ ավելացրեց Թեոն։ Վիկտորը վեր կացավ, նրա կեցվածքը ցույց էր տալիս ամուր որոշում։ Շատ լավ։ Այսպես կանենք։ Ես առաջինը դուրս կգամ, պատահաբար կքայլեմ դեպի մեքենաս։ Կձացնեմ, թե ինչ-որ բան եմ փնտրում, որը գցել եմ։ Մինչ այդ, Մարկոս, դու զուսպ կանչիր ռեստորանի մի քանի մշտական հաճախորդների, որ նրանք գան ավտոկայանատեղի։ Ասա, որ հետաքրքիր բան կտեսնեն, բայց մանրամասներ մի տուր։ Իսկ եթե ինչ-որ բան գտնենք, հարցրեց Ալանը։ Ապա մենք ամեն ինչ կփաստաթղթավորենք, վկաների ներկայությամբ կկանչենք իրավասու մարմիններին, պատասխանեց Վիկտորը։ Բայց ոչ տեղական ոստիկանությանը։ Մենք ուղիղ կդիմենք վերադաս մարմիններին։ Իսկ ես, հարցրեց Քյարան, հանկարծակի անհանգստանալով իր անվտանգության համար։ Դու կմնաս ռեստորանում, ամուր ասաց Վիկտորը։ Դու արդեն բավականաչափ ռիսկի ես դիմել, մեզ զգուշացնելով։ Մենք չենք ուզում, որ դու ավելի շատ բացահայտվես, քան արդեն արել ես։ Բայց ես ուզում եմ սա մինչ վերջ տեսնել, բողոքեց Քյարան։ Այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, պետք է իմանամ, որ արդարադատությունը կիրականացվի։ 5 տղամարդիկ հայացքներ փոխանակեցին։ Վիկտորը հոգոց հանեց։ Լավ, բայց դու կմնաս ռեստորանին մոտ։ Եթե ինչ-որ բան սխալ լինի, դու կվազես հետներս։ Նրանք աստիճանաբար դուրս եկան ամրագրված սրահից։ Մարկոսն առաջինն էր, զուսպ մոտենալով մի քանի սեղանների, որտեղ նա ճանաչում էր համայնքի ծանոթ դեմքեր։ Քյարան դիտում էր, թե ինչպես է նա ցածր ձայնով խոսում մի տարեց զույգի, մի խումբ երիտասարդ համալսարանականների մի քանի ընտանիքների հետ, ովքեր հանգիստ ճաշում էին։ Պետրոսը, Թեոն դուրս եկան հաջորդը, պատահաբար քայլելով դեպի գլխավոր ելքը։ Ալանս մի քանի րոպե մնաց ռեստորանում, ակնհայտորեն ավարտելով խմիչքը, բայց Քյարան նկատում էր, որ նա նյարդայնացած էր, ըստ իր մատների թակոցի։ Վիկտորը վերջինն էր դուրս եկողը, կանգ առնելով ընդունարանում, շնորհակալություն հայտնելու մետրդոտելին մի քանի պատահական մեկնաբանություններ անելու գերազանց սպասարկման մասին։ Քյարան հետեց նրան անվտանգ հեռավորությունից, զգալով, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Դրսում գիշերն ամբողջությամբ ընկել էր։ Փողոցային լապտերների դեղին լույսերը լուսավորության լճակներ էին ստեղծում ավտոկայանատեղիում, ընդմիջվելով ստվերային գոտիներով, որոնք ամեն ինչ ավելի դրամատիկ էին դարձնում։ Քյարան կանգնեց ռեստորանի մուտքի մոտ, որտեղից նա կարող էր դիտել ողջ տեսարանը։ Վիկտորը տպավորիչ բնականությամբ մոտեցավ իր արծաթագույն մեքենային։ Նա ծացրեց, թե բանալիներն է փնտրում գրպաններում, ապա ծնկի իջավ, կարծես ինչ-որ բան էր գցել։ Նույնիսկ հեռվից Քյարան կարող էր տեսնել, թե ինչպես նա ինչ-որ բան գտավ մեքենայի տակ։ Այդ պահին Մարկոսը հայտնվեց հետաքրքրասեր մարդկանց փոքրիկ խմբով։ Վիկտոր, ամեն ինչ կարգին է։ Օգնության կարիք ունես։ Իրականում, այո, պատասխանեց Վիկտորը, նրա ձայնը վերահսկվող էր, բայց ակնհայտորեն փոփոխված։ Ես շատ տարօրինակ բան գտա այստեղ։ Ավելի շատ մարդիկ սկսեցին մոտենալ։
Քյարան ճանաչեց տարեց զույգին, որոնց Մարկոսը կանչել էր, նկատեց, որ ռեստորանի որոշ հաճախորդներ ինքնաբերաբար դուրս էին եկել, գրավված փոքրիկ կուտակումից։ «Ինչ է սա?» հարցրեց խմբից մի կնոջ ձայն։ Վիկտորը վեր կացավ, խնամքով բռնելով պլաստիկով փաթաթված փոքրիկ փաթեթը։ Նույնիսկ ավտոկայանատեղի մասնակի լուսավորության ներքո հնարավոր էր տեսնել, որ դրա վրա թվեր պաշտոնական ժապավեններ կային։ «Սա իմը չէ», բարձրաձայն հայտարարեց Վիկտորը, ապահովելով, որ բոլորը լսեն։ «Ինչ-որ մեկը սա դրել է իմ մեքենայի տակ»։ Զարմանքի անհանգստության շշուկ անցավ խմբի միջով։ Պետրոսը Թեոն մոտեցան, ձացնելով, թե նոր են եկել։ «Մենք պետք է ստուգենք նա մյուս մեքենաները», առաջարկեց Թեոն, նրա ձայնը լի էր ձացրած անհանգստությամբ, որը շատ համոզիչ էր թվում։ «Լավ գաղափար է», համաձայնեց դիտորդների խմբից մի ձայն։ Մեկ առ մեկ նրանք ստուգեցին Ալանի, Մարկոսի, Պետրոսի, Թեոյի մեքենաները։ Յուրաքանչյուր մեքենայում նրանք գտան նմանատիպ փաթեթներ, բոլորը խնամքով թաքնված նշված պաշտոնական կոդերով։ «Սա շատ տարօրինակ է», մեկնաբանեց զույգի տարեց տղամարդը։ «Այս փաթեթները կարծես ոստիկանության ինչ-որ մեկի կողմից են դրվել այնտեղ»։ «Բայց ինչո՞ւ?» հարցրեց նրա կինը։ «Այս մարդիկ մեր համայնքի սյուներն են»։ Հենց այդ ժամանակ Քյարան շարժում նկատեց ավտոկայանատեղիի մյուս կողմից ստվերներում։ Երկու ստվեր մոտենում էր, նա անմիջապես ճանաչեց դետեկտիվների ուրվագծերը, ում տեսել էր ավելի վաղ։ «Ուշադրություն», շշնջաց նա Մարկոսին, ով իրեն ավելի մոտ էր։ «Նրանք գալիս են»։ Մարկոսը արագորեն փոխանցեց տեղեկությունը, երբ դետեկտիվներ Սալյանը Օլինսը հայտնվեցին ստվերներից հզոր լապտերներով, նրանք գտան ավելի քան 15 մարդու խումբ, որոնք հավաքված էին մեքենաների շուրջ։ «Ինչ է կատարվում այստեղ?» կտրուկ հարցրեց դետեկտիվ Սալյանը, նրա ձայնը լի էր հարկադրական իշխանությամբ։ «Մենք շատ տարօրինակ բան գտանք», հանգիստ պատասխանեց Վիկտորը, բարձրացնելով այն փաթեթը, որը գտել էր։ «Ինչ-որ մեկը սա տեղադրել է իմ մեքենայի տակ։ Եվ ակնհայտորեն նա իմ ընկերների մեքենաներում»։ Քյարան դիտեց, թե ինչպես է դետեկտիվ Սալյանի արտահայտությունը արագ փոխվում։ Ակնհայտ էր, որ նա չէր սպասում այնտեղ այդքան մարդ գտնել, ոչ էլ որ ապացույցները կբացահայտվեին այս կերպ։ «Սրանք ընթացիկ հետաքննության ապացույցներ են», արագ ասաց Օլինսը, փորձելով վերահսկել իրավիճակը։ «Դուք չպետք է սրանց հետ խառնվեք»։ «Ինչի ապացույցներ?» հարցրեց տարեց տղամարդը, նրա ձայնը լի էր վրդովմունքով։ «Դուք եք դրել այդ բաները նրանց մեքենաներում»։ «Մենք ոչինչ չենք դրել», պաշտպանողաբար պատասխանեց Սալյանը։ «Այս ապացույցները տեղադրվել են հենց կասկածյալների կողմից»։ «Ինչի կասկածյալներ?» հարցրեց Վիկտորը, նրա ձայնը պահպանում էր հանգստությունը, բայց ակնհայտ ամրությամբ։ «Սա հետաքննության գաղտնի տեղեկություն է», խուսափողաբար պատասխանեց Օլինսը։ Հենց այդ ժամանակ Մարկոսի կանչած խմբի մի երիտասարդ համալսարանական աղջիկ բարձրացրեց իր հեռախոսը։ «Ես սա ամեն ինչ ձայնագրում եմ», հայտարարեց նա։ «Եթե սա օրինական հետաքննություն է, դուք չպետք է խնդիր ունենաք բացատրելու, թե ինչ է կատարվում վկաների առջ»։ Քյարան տեսավ խուճապը երկու դետեկտիվների աչքերում։ Նրանք ակնհայտորեն չէին պլանավորել այս իրավիճակը, որտեղ իրենց գործողությունները հրապարակայնորեն կասկածի տակ էին դրվում ձայնագրվում։ «Անջատեք այդ հեռախոսները», կտրուկ հրամայեց Սալյանը։ «Սա ոստիկանության պաշտոնական հարց է»։ «Ամբողջ հարգանքով», ասաց տարեց տղամարդը, «մենք իրավունք ունենք ներկա լինելու այն, ինչ կատարվում է հանրային տարածքում։ Եվ եթե դուք ազնիվ եք, չպետք է խնդիր ունենաք դրա հետ»։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Քյարան տեսնում էր, որ դետեկտիվները կորցնում էին իրավիճակի վերահսկողությունը, դա նրան միաժամանակ թեթացնում անհանգստացնում էր։ Հուսահատ մարդիկ ունակ էին հուսահատ արարքների։ Հենց այդ ժամանակ Վիկտորն առաջ քաշվեց, ստանձնելով միջնորդի դերը։ «Պարոնայք դետեկտիվներ, կարծում եմ, որ այստեղ թյուրիմացություն կա։ Եթե դուք օրինական հիմքեր ունեք ինձ իմ ընկերներին հետաքննելու համար, մենք պատրաստ ենք լիովին համագործակցել։ Բայց դա պետք է արվի թափանցիկ օրինական կերպով»։ «Թափանցիկ?» դառնորեն ծիծաղեց Սալյանը։ «Դուք ոչինչ չգիտեք թափանցիկության մասին»։ «Ապա բացատրեք մեզ», հանգիստ պատասխանեց Վիկտորը։ «Մենք բոլորս այստեղ ենք, վկաների հետ»։ «Ո՞րն է հենց այն հետաքննության բնույթը, որը արդարացնում է ապացույցներ տեղադրել մեր մեքենաների տակ, առանց մեր գիտության»։ Օլինսը Սալյանը հայացքներ փոխանակեցին, ակնհայտորեն խուճապի մեջ։
Ակնհայտ էր, որ նրանք պատրաստված պատասխան չունեին այդ հարցին, քանի որ օրինական հետաքննություն չկար։ Լռությունը ձգվեց երկար վայրկյաններ, մինչ ավելի շատ մարդիկ դուրս էին գալիս ռեստորանից, գրավված իրարանցումից։ Քյարան հաշվեց առնվազն 25 մարդ, որոնք այժմ հավաքված էին ավտոկայանատեղիում, բոլորը սպասում էին երկու դետեկտիվների բացատրությանը։ Հենց այդ պահին Քյարան նկատեց, որ իր մայրը, Ռոզան, մոտեցած մարդկանց մեջ էր։ Նրանց աչքերը հանդիպեցին բազմության միջով, Քյարան մոր դեմքին տեսավ հպարտության, վախի վճռականության խառնուրդ, որը հենց այն էր, ինչ նա ինքն էր զգում։ Ռոզան զգուշորեն մոտեցավ Քյարային, նրա աչքերը անհանգիստ էին, բայց վճռական։ «Աղջիկս», շշնջաց նա, «դու ճիշտ բան արեցիր»։ Մոր ներկայությունը Քյարային նոր քաջություն տվեց։ Նա դիտեց դետեկտիվներ Սալյանին Օլինսին, ովքեր այժմ լիովին կորած էին թվում, թե ինչպես վարվել։ Ամոթալի լռությունը ձգվում էր, բազմությունը սկսեց իրար հետ շշնջալ, իրենց սեփական եզրակացությունները անելով իրավիճակի մասին։ «Պարոնայք», նորից ասաց Վիկտորը, նրա ձայնը կտրելով շշուկները, «մենք սպասում ենք բացատրության։ Եթե օրինական հետաքննություն է ընթանում, ապա դուք, անշուշտ, ունեք համապատասխան փաստաթղթեր, կարող եք մեզ ցույց տալ անհրաժեշտ օրթերները»։ Դետեկտիվ Սալյանը կոկորդը մաքրեց, ակնհայտորեն ժամանակ շահելով։ «Սրանք ազգային անվտանգության հարցեր են։ Մենք չենք կարող մանրամասներ հրապարակել»։ «Ազգային անվտանգություն», անհավատությամբ կրկնեց Մարկոսը։ «Մենք տեղական բիզնեսներ ենք վարում։ Ինչ տեսակի սպառնալիք կարող են ներկայացնել ազգային անվտանգության համար ծաղկի խանութը, ծովային փոխադրումների ընկերությունը, իրավաբանական գրասենյակները»։ Մարկոսի հարցը բոլոր ներկաներին պարզ դարձրեց, թե ովքեր էին այդ հետաքննվող մարդիկ, համայնքի հայտնի հարգված մարդիկ, ովքեր հարյուրավոր բնակիչների էին աշխատանք տալիս, զգալիորեն նպաստում էին տեղական տնտեսությանը։ «Դուք չգիտեք նրանց բիզնեսների իրական բնույթը», պաշտպանողաբար ասաց Օլինսը, բայց նրա ձայնը գնալով ավելի քիչ համոզիչ էր թվում։ Հենց այդ ժամանակ անսպասելի ձայն միացավ խոսակցությանը։ «Իրականում, ես շատ լավ գիտեմ նրանց բիզնեսների բնույթը»։ Բոլորը շրջվեցին, տեսնելու, թե ով էր խոսել։ Դա տիկին Ագնեսն էր, սպիտակ մազերով մի տարեց կին, ով տասնամյակներ շարունակ համարվում էր համայնքի ոչ պաշտոնական մայրապետը։ Նա մոտեցավ, հենվելով իր ձեռնափայտին, բայց արժանապատիվ վճռական կեցվածքով։ «Տիկին Ագնես», հարգանքով ասաց Վիկտորը, «դուք չպետք է այստեղ լինեք։ Սա կարող է վտանգավոր լինել»։ «Անհեթեթություն», ամուր պատասխանեց նա։ «Ես այս քաղաքում ապրում եմ 70 տարի, երիտասարդ։ Ես տեսել եմ, թե ինչպես է այս համայնքը աճել, տեսել եմ լավ-վատ մարդկանց, շատ լավ գիտեմ տարբերել նրանց»։ Նա շրջվեց, դետեկտիվներին դիմակայելու համար։ «Այս մարդիկ», ասաց նա, մատնացույց անելով Վիկտորին նրա ընկերներին, համակարգիչներ նվիրեցին մեր դպրոցին, երբ կառավարությունը կրճատեց բյուջեն։ Վճարեցին կարիքավոր երեխաների բուժումը։ Ֆինանսավորեցին քաղաքային գրադարանի վերանորոգումը։ Եվ դուք ուզում եք ինձ ասել, որ նրանք սպառնալիք են ազգային անվտանգության համար։ Համաձայնության շշուկ անցավ բազմության միջով։ Քյարան դիտեց շրջապատի մարդկանց դեմքերը, տեսավ, որ հանրային կարծիքը ակնհայտորեն գործարարների կողմն էր։ Դետեկտիվ Սալյանը վերջին փորձը կատարեց, վերահսկելու պատմությունը։ «Տիկին, դուք չեք հասկանում իրավիճակի բարդությունը։ Այս մարդիկ կարող են օգտագործել իրենց բարեգործական գործունեությունը որպես քողարկում»։ «Ինչի՞ համար», ընդհատեց նրան տիկին Ագնեսը։ «Ընտանիքներին օգնելու համար, ովքեր չեն կարողանում վարձավճարը վճարել։ Աշխատատեղեր ստեղծելու համար երիտասարդների համար, ովքեր գործազուրկ էին։ Աջակցելու համար փոքր բիզնեսներին, ինչպես Ռոզայի այս ծաղկի խանութը»։ Նա ժեստ արեց դեպի Ռոզան, ով ամաչկոտ մոտեցավ։ «Դուք գիտեք, թե ինչ արեցին այս հանցագործները, երբ իմ ծաղկի խանութը վանդալիզմի ենթարկվեց։ Նրանք հայտնվեցին հաջորդ օրը, ամբողջ թիմով անվճար վերականգնեցին ամեն ինչ։ Նրանք գովազդ չխնդրեցին, ճանաչում չխնդրեցին։ Պարզապես արեցին այն, ինչ ճիշտ էր»։ Ռոզան դողացող, բայց վճռական ձայնով ասաց. «Եվ դա միայն ինձ հետ չէր։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք օգնել պարոն Հովսեփին, երբ նրա մեքենայի արհեստանոցը այրվեց։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք վճարել տիկին Մարիամի դստեր համալսարանի վարձը, երբ նա կորցրեց իր աշխատանքը։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք անում այս ամենը, ոչինչ չսպասելով փոխարենը»։ Քյարան հպարտության ալիք զգաց մոր քաջության համար։
Ռոզան հազվադեպ էր հրապարակայնորեն խոսում, հատկապես այսպիսի լարված իրավիճակներում, բայց ահա նա պաշտպանում էր ճիշտը։ Դիտորդների խումբը սկսեց կիսվել իրենց սեփական պատմություններով։ Ձայնագրող երիտասարդ համալսարանական աղջիկը պատմեց, թե ինչպես Վիկտորը փրկել էր իր ընտանիքի գրախանութը սնանկությունից։ Տարեց զույգը պատմեց, թե ինչպես Մարկոսն օգնել էր նրանց, երբ նրանց թանկ բժշկական խնամք էր պետք։ Մեկ առ մեկ մարդիկ սկսեցին վկայել բարության արարքների մասին, որոնք նրանք տեսել էին։ Դետեկտիվ Օլինսը ակնհայտորեն հիասթափված էր։ Դուք բոլորդ խաբված եք։ Այս մարդիկ մանիպուլյացիայի վարպետներ են։ Միակ մանիպուլյացիան, որը ես տեսնում եմ այստեղ, չորսորեն ասաց տիկին Ագնեսը, ձեր երկուսի կողմից անմեղ մարդկանց մեղադրելու փորձն է։ Հենց այդ պահին Քյարան շարժում նկատեց ավտոկայանատեղիի մուտքի մոտ։ Երկուս մեքենա, պաշտոնական համարանիշերով, հասել էին, կոստյումով տղամարդիկ արագորեն իջան մեքենաներից։ Նա ճանաչեց դաշնային տարբերանշանները կրծքանշանների վրա։ Դաշնային գործակալներ, մրմնջաց Վիկտորը, Քյարան նկատեց թեթակի թեթացում նրա դեմքին։ Առաջատար գործակալը, միջին տարիքի բարձրահասակ տղամարդ, մոտեցավ խմբին։ Ես հատուկ գործակալ Կարմենն եմ, ազգային անվտանգության ծառայությունից։ Մենք անանուն հաղորդում ենք ստացել այս վայրում հնարավոր ոստիկանական կոռուպցիայի մասին։ Դետեկտիվ Սալյանը գունատվեց։ Այստեղ կոռուպցիա չկա։ Մենք օրինական հետաքննություն ենք իրականացնում։ Ինչի մասին հենց, հարցրեց գործակալ Կարմենը, հանելով գրառումների տետրը։ Սալյանը Օլինսը նյարդայնորեն հայացքներ փոխանակեցին։ Ակնհայտ էր, որ նրանք պատրաստված պատասխան չունեին։ Սա գաղտնի հետաքննություն է։ Սկսեց Սալյանը, բայց գործակալն ընդհատեց նրան։ Դետեկտիվ Սալյան, ինձ պետք է տեսնել այս հետաքննության հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Խուզարկության օրթերներ, դատական թույլտվություններ, նախնական զեկույցներ։ Ամեն ինչ։ Դա գրասենյակում է, արագ ասաց Օլինսը։ Ապա բոլորս գնանք գրասենյակ, պատասխանեց գործակալը։ Բայց նախ, ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում այստեղ հենց։ Վիկտորն առաջ եկավ։ Գործակալ Կարմեն, մենք ապացույցներ գտանք, որոնք ակնհայտորեն տեղադրվել են մեր մեքենաներում այս երկու դետեկտիվների կողմից։ Մենք բազմաթիվ վկաներ ունենք այն մասին, թե ինչ է կատարվել։ Եվ դուք ով եք, հարցրեց գործակալը։ Տեղական գործարարներ։ Վիկտոր Ալյանց, ծովային փոխադրումներ։ Մարկոս Լիմեն, իրավաբանություն։ Պետրոս Մյուլլեր, շինարարություն։ Թեո Սալյան, ֆինանսական խորհրդատվություն։ Ալան Օլինս, տեխնոլոգիա։ Քյարան նկատեց ազգանունների հեգնանքը։ Թեո Սալյանը, Ալան Օլինսը ունեին նույն ազգանունները, ինչ կոռումպացված դետեկտիվները։ Նա մտածեց, թե արդյոք դա պատահականություն չէր, այլ ցույցում, որ կոռուպցիան կարող էր խորը ընտանեկան արմատներ ունենալ։ Իսկ երիտասարդը, ով արեց սկզբնական բողոքը, հարցրեց գործակալը, դիտելով իր գրառումները։ Քյարան մեկ քայլ առաջ արեց, զգալով, որ բոլորի ուշադրությունը դարձել է իր վրա։ Ես եմ, պարոն Քյարա։ Ես տեսա, թե ինչպես էին նրանք ապացույցները դնում մեքենաներում։ Կարող եք ինձ պատմել, թե ինչ տեսաք հենց։ Ավելի ամուր ձայնով, քան սպասում էր, Քյարան կրկնեց իր ողջ պատմությունը։ Գործակալը խնամքով գրառումներ էր անում, երբեմն հարցեր տալով մանրամասները պարզելու համար։ Երբ նա ավարտեց, նա շրջվեց դեպի բազմությունը։ Ուրիշ մեկը կարող է հաստատել այս պատմության որևէ մասը։ Ռոզան առաջ եկավ։ Ես կարող եմ հաստատել, որ աղջիկս ինձ դա պատմել է իրադարձությունները տեսնելուց անմիջապես հետո։ Եվ ես կարող եմ վկայել այս մարդկանց բարոյականության մասին, ասաց նա, ժեստ անելով դեպի Վիկտորը նրա ընկերները։ Տիկին Ագնեսը իր ձեռնափայտը գետնին թակեց, ուշադրություն գրավելու համար։ Երիտասարդ գործակալ, ես այստեղ ապրում եմ 70 տարի։ Այս մարդիկ այս համայնքի սյուներն են։ Եվ այս երկուսը, նա մատնացույց արեց դետեկտիվներին, տարիներ շարունակ կասկածելի համբավ ունեն։ Ինչ տեսակի կասկածելի համբավ, հարցրեց գործակալը։ Նրանք պատմություն ունեն փոքրամասնությունների, ներգաղթյալների, փոքր գործարարների նկատմամբ ոտնձգությունների, ովքեր չեն համապատասխանում այն, ինչ նրանք համարում են համապատասխան մեր քաղաքի համար, բացատրեց տիկին Ագնեսը։ Միշտ ճանապարհներ են գտնում մարդկանց կյանքը բարդացնելու համար, միշտ պաշտոնական պատրվակներով, որոնք երբեք լիովին չեն հիմնավորվում։
Գործակալ Կարմենը ավելի շատ գրառումներ արեց, ապա դիմեց դետեկտիվներին. «Պարոն Այկ, ինձ պետք է, որ դուք ինձ ուղեկցեք պարզաբանումների համար։ Եվ ես ուզում եմ, որ այս ենթադրյալ հետաքննության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը իմ սեղանին լինեն 1 ժամվա ընթացքում»։ «Սա վրդովմունք է», բողոքեց Սալյանը։ «Մենք տեղական օրենքի պաշտոնյաներ ենք։ Եվ ես դաշնային պաշտոնյա եմ, ով հետաքննում է հնարավոր կոռուպցիա», ամուր պատասխանեց գործակալը։ «Հիերարխիան այստեղ շատ պարզ է»։ Մինչ դետեկտիվներին ուղեկցում էին դաշնային մեքենաներ, գործակալը մոտեցավ Վիկտորին նրա խմբին. «Պարոն Այկ, ինձ պետք է, որ դուք հասանելի մնաք լրացուցիչ հարցաքննությունների համար։ Մի լքեք քաղաքը առաջիկա օրերին»։ «Բնականաբար», պատասխանեց Վիկտորը։ «Մենք լիովին պատրաստ ենք համագործակցել հետաքննության հետ»։ Գործակալը ապա շրջվեց դեպի Քյարան. «Երիտասարդ, դու այսօր մեծ քաջություն ցուցաբերեցիր։ Բայց ես ուզում եմ, որ դու քո մայրը զգույշ լինեք առաջիկա օրերին։ Եթե այդ դետեկտիվները իսկապես դավադրություն էին կազմակերպում այս մարդկանց դեմ, նրանք գուցե ուրախ չլինեն այն փաստից, որ իրենց պլանները խափանվել են»։ Քյարան ցրտություն զգաց ողնաշարում։ Հակամարտության ողջ հուզմունքի մեջ նա չէր մտածել իր սեփական անվտանգության հնարավոր հետանքների մասին։ «Մի անհանգստացեք», ասաց Վիկտորը, մեղմորեն ձեռքը դնելով Քյարայի ուսին։ «Նրանք կլինեն մեր պաշտպանության տակ»։ «Ամբողջ հարգանքով», ասաց գործակալը, «պաշտպանությունը առայժմ թողեք մեր հաշվին։ Մենք հերթապահ թիմ կունենանք քաղաքում, մինչ այս իրավիճակն ամբողջությամբ կլուծվի»։ Մինչ դաշնային մեքենաները հեռանում էին, տանելով դետեկտիվներին, բազմությունը սկսեց աստիճանաբար ցրվել։ Մարդիկ աշխույժ զրուցում էին իրար հետ, մշակելով այն ամենը, ինչ տեսել էին։ Քյարան իրեն գտավ Վիկտորի, Մարկոսի, Պետրոսի, Թեոյի ալանի շրջապատում, բոլորը նրան էին նայում երախտագիտության հիացմունքի խառնուրդով։ «Ինչպես կարող ենք շնորհակալություն հայտնել ձեզ», հարցրեց Մարկոսը։ «Դուք մեզ փրկեցիք մի բանից, որը կարող էր ոչնչացնել մեր կյանքը, մեր բիզնեսները»։ «Շնորհակալության կարիք չկա», պատասխանեց Քյարան հանկարծակի ամաչկոտ զգալով ողջ ադրենալինից հետո։ «Ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած պարկեշտ մարդ»։ «Ոչ», լրջորեն ասաց Վիկտորը։ «Դուք մի բան արեցիք, որը բացառիկ քաջություն է պահանջում։ Շատ մարդիկ կտեսնեին այն, ինչ դուք տեսաք, կընտրեին չներգրավվել, վախից կամ հարմարավետությունից ելնելով։ Դուք ընտրեցիք ռիսկի դիմել անծանոթների համար։ Դուք անծանոթներ չեք», ասաց Քյարան, ժպիտով նայելով մորը։ «Դուք մեր ընտրված ընտանիքն եք այս քաղաքում»։ Ռոզան մոտեցավ ամուր գրկեց դստերը։ «Ես այնքան հպարտ եմ քեզանով», շշնջաց նա։ «Այնքան հպարտ եմ քաջ կնոջով, որ դու դարձել ես»։ Մինչ գիշերն առաջ էր ընթանում ավտոկայանատեղին վերջապես դատարկվում էր, Քյարան շուրջը նայեց քաղաքին, որը դարձել էր իր տունը։ Փողոցային լապտերների դեղին լույսերը, ծովի աղի հոտը, համայնքի գիշերային կյանքի ծանոթ ձայները։ Այժմ ամեն ինչ այլ էր թվում։ Նա օգնել էր պաշտպանել ոչ միայն 5 տղամարդու, այլ փոխօգնության համայնքային խնամքի վրա հիմնված կյանքի ողջ ձ. Բայց նա գիտեր, որ պայքարն ամբողջությամբ չէր ավարտվել։ Առաջիկա օրերը կբերեին ավելի շատ բացահայտումներ, ավելի շատ մարտահրավերներ, հավանաբար ավելի շատ հնարավորություններ ցույց տալու, որ երիտասարդի քաջությունը կարող է փոփոխություն մտցնել աշխարհում։ Հաջորդ 3 օրերն անցան որպես ինտենսիվ գործունեության մշուշ։ Մագնոլիա ծաղկի խանութը դարձավ իմպրովիզացված հանդիպման վայր հետաքրքրասեր բնակիչների համար, ովքեր ցանկանում էին ավելի շատ մանրամասներ իմանալ ապահով նավահանգիստ ռեստորանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ռոզան Քյարան իրենց գտան ուշադրության կենտրոնում, որը երբեք չէին պատկերացրել։ 4-րդ օրվա առավոտյան գործակալ Կարմենը հայտնվեց ծաղկի խանութում, գրելով ծավալուն թղթապանակ լուրջ արտահայտություն։ Քյարան սպիտակ վարդերի փնջեր էր դասավորում, երբ տեսավ նրան մտնող, անմիջապես անհանգստության սպասումի խառնուրդ զգաց։ «Բարի առավոտ, Քյարա։ Ձեր մայրը այստեղ է», հարցրեց նա, հանելով արային ակնոցները։ «Հետնամասում է, հարսանիքի համար կոմպոզիցիաներ է պատրաստում», պատասխանեց Քյարան։ «Կարող եմ կանչել նրան»։ «Խնդրում եմ»։ «Եվ ունեք մասնավոր վայր, որտեղ կարող ենք խոսել»։ «Ես կարևոր տեղեկություններ ունեմ կիսվելու համար»։ Ռոզան արագ հայտնվեց, ձեռքերը չորացնելով գոգնոցի վրա։ Նրանք գործակալին տարան խանութի հետնամասի փոքրիկ գրասենյակ, հարմարավետ տարածք, հին փայտե սեղանով, ծաղիկների կատալոգներով ծածկված պատերով։
Տիկնայք սկսեց գործակալը, բացելով իր թղթապանակը, հետաքննությունը բացահայտեց շատ ավելի լայնածավալ բան, քան սկզբում պատկերացնում էինք։ Այն, ինչ դուք հայտնաբերեցիք, ընդամենը 5 տարի շարունակ գործող սխեմայի գագաթն էր։ Քիարան ստամոքսում կուտակում զգաց։ Ավելի լայնածավալ ինչպես։ Դետեկտիվներ Սալյանը Օլինսը մենակ չէին գործում։ Նրանք մի խմբի մաս էին կազմում, որը ներառում էր այլ պաշտոնյաներ, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, նույնիսկ տեղական դատավոր։ Նպատակն էր համակարգված կերպով ճնշել վերացնել գործարարներին ընտանիքներին, ում նրանք համարում էին անցանկալի համայնքում։ Ռոզան գունատվեց։ Անցանկալի։ Հիմնականում ներգաղթյալներին, էթնիկ փոքրամասնություններին, մարդկանց, ում նրանք կարծում էին, որ շատ փող կամ շատ իշխանություն ունեն օտարերկրացիների համար, բացատրեց գործակալը ակնհայտ զզվանքով։ Նրանք օգտագործում էին կեղծ հետաքննություններ, տեղադրված ապացույցներ, չափազանց մեծ կարգավորող ճնշում ահաբեկում, մարդկանց ստիպելու քաղաքը լքել։ Քիարան հիշեց 3 տարի առաջ ծաղկի խանութի վրա հարձակումը։ Վանդալիզմը, որը մենք գրեցինք։ Դա դրա մի մասն էր։ Հավանաբար։ Թե մենք չենք կարող ապացուցել, որ նրանք անմիջապես կազմակերպել են հարձակումը, մենք ապացույցներ գտանք, որ նրանք միտումնավոր անտեսել են իրական մեղավորների մասին ակնհայտ հուշումները, խոչընդոտել են լուրջ հետաքննություններին։ Քիարայի արյունը եռաց։ Նրանք փորձեցին մեզ վտարել քաղաքից։ Եվ երբ դա չաշխատեց, շարունակեց գործակալը, նրանք փոխեցին ռազմավարությունը, որոշեցին թիրախավորել այն գործարարներին, ում դուք համարում էիք պաշտպաններ։ Վիկտորը նրա ընկերները համբավ ունեին դժվարությունների մեջ գտնվող մարդկանց, հատկապես ներգաղթյալներին, փոքրամասնություններին օգնելու համար։ Նրանց ազդեցությունը վերացնելը կրկնակի հարված կլիներ։ Ռոզան գլխով արեց վրդովմունքով։ Ինչպես են նման մարդիկ կարողանում հասնել իշխանության պաշտոնների։ Ցավոք, դա ավելի տարածված է, քան կցանկանայինք ընդունել, տխուր պատասխանեց գործակալը։ Բայց դուք օգնեցիք բացահայտել մի բան, որը կարող էր շարունակվել տարիներ շարունակ։ Իսկ հիմա, հարցրեց Քիարան։ Ինչ է լինում նրանց հետ։ Սալյանը Օլինսը արդեն պաշտոնապես մեղադրվել են կոռուպցիայի ապացույցներ տեղադրելու իշխանության չարաշահման համար։ Սխեմայի այլ անդամներ հետաքննվում են։ Ներգրավված դատավորը արդեն առողջական պատճառներով թոշակի է անցել, բայց դեռ կարող է մեղադրվել։ Իսկ համայնքը։ Ինչպես են արձագանքում մարդիկ։ Գործակալը թեթակի ժպտաց։ Հետաքրքիր է, որ հարցնում եք։ Ակնհայտորեն, ձեր քաջությունը ոգեշնչել է այլ մարդկանց խոսել իրենց սեփական փորձառությունների մասին։ Վերջին 48 ժամվա ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 20 հաղորդում այն մարդկանցից, ովքեր տուժել են նույն պաշտոնյաների կողմից ոտնձգություններից կամ ահաբեկումներից։ Քիարան զարմացավ։ 20։ Մի արտրական ընտանիք հայտնել է, որ իրենց բիզնեսը ստիպել են վաճառել շատ ցածր գնով, կասկածելի հարկային հետաքննություններից հետո։ Մի խումբ ձկնորսներ ասել են, որ իրենց անընդհատ ոտնձգություններ են արել կասկածելի տուգանքներով։ Մի քանի ներգաղթյալ ընտանիքներ պատմել են համակարգված խտրականության պատմություններ։ Ռոզան խորը հոգոց հանեց։ Ուրեմն մենք միակը չէինք։ Միանշանակ ոչ։ Բայց դուք էիք միակը, ով բավականաչափ քաջ էր գործելու, երբ տեսավ, թե ինչ է կատարվում։ Այդ պահին արջի դռան զանգը հնչեց, նրանք լսեցին Վիկտորի ծանոթ ձայնը։ Ռոզա։ Քիարա։ Կարող եմ ներս մտնել։ Մենք գրասենյակում ենք, կանչեց Քիարան։ Վիկտորը հայտնվեց դռան մոտ, Մարկոսի Պետրոսի ուղեկցությամբ։ Բոլորը հոգնած, բայց թեթացած էին թվում։ Գործակալ Կարմեն, ողջունեց Վիկտորը։ Հուսով եմ, որ մենք չենք ընդհատում։ Իրականում, լավ է, որ դուք այստեղ եք։ Ես հենց նոր տիկնանց էի տեղեկացնում հետաքննության ընթացքի մասին։ Եվ ո՞րն է վճիռը, հարցրեց Մարկոսը նստելով ազատ աթոռին։ Դուք լիովին արդարացված եք, ակնհայտորեն։ Ավելին, մենք ապացույցներ գտանք, որ դուք ամիսներ շարունակ թիրախ էիք։ Ձեր բարեգործական գործունեությունը փոքրամասնություններին աջակցությունը ձեզ դարձրել էին այս կոռումպացված խմբի թշնամիները։ Պետրոսը կնճռեց հոնքերը։ Ուրեմն նրանք իսկապես պլանավորել էին մեզ մեղադրել։ Արհեստական ապացույցներով, հարկադրված վկաներով համագործակցող դատավորով, նրանք հեշտությամբ կհասնեին դատապարտումների։ Դուք հավանաբար կբախվեիք բանտարկության, կկորցնեիք այն ամենը, ինչ կառուցել էիք։ Վիկտորը ուղիղ նայեց Քիարային։
Եվ եթե չլիներ այս քաջ երիտասարդը, նրանք կհասնեին դրան։ Իրականում, ավելացրեց գործակալը, կաս մի բան, որը դուք պետք է իմանաք։ Քյարա, ձեր բողոքը ոչ միայն ժամանակին էր, այլ վճռորոշ։ Մենք ամիսներ շարունակ հետաքննում էինք այս տարածաշրջանում կոռուպցիայի մասին լուրեր, բայց կոնկրետ ապացույցներ չունեինք։ Ձեր պատմությունը մեզ տվեց հենց այն, ինչ մեզ պետք էր գործելու համար։ Քյարան բաց բերան մնաց։ Դուք արդեն հետաքննում էիք։ Այո, բայց շատ զուսպ։ Կային համակարգված խտրականության մասին հաղորդումներ, բայց ոչինչ, որը մենք կարող էինք օրինականորեն ապացուցել։ Երբ դուք ականատես եղաք ապացույցների բացահայտ տեղադրմանը, դա մեզ հավանական հիմք տվեց լիարժեք հետաքննության համար։ Ուրեմն դանդաղ ասաց Ռոզան, եթե Քյարան չտեսներ այն, ինչ տեսավ, կամ եթե նա ընտրեր չխոսել։ Հանցագործները կշարունակեին ազատ լինել, անմեղ մարդիկ կշարունակեին տառապել, հաստատեց գործակալը։ Հարգալից լռություն տիրեց փոքրիկ գրասենյակում։ Քյարան զգում էր այն պատասխանատվության ծանրությունը, որը նա ստանձնել էր, բայց նա խորը բավարարվածություն, իմանալով, որ փոփոխություն է մտցրել։ Կաս մի բան, ասաց Վիկտորը, պիջակի ներքին գրպանից մի ծրար հանելով։ Մենք 5-ով խոսեցինք կցանկանայինք ինչ-որ բան առաջարկել։ Նա ծրարը տվեց Քյարային։ Մենք ուզում ենք ձեր պատվին հիմնադրամ ստեղծել։ Քյարա, համայնքային արդարադատության հիմնադրամը։ Այն նվիրված կլինի այն մարդկանց աջակցելուն, ովքեր քաջություն են ցուցաբերել անարդարությունները բացահայտելու համար, խոցելի ընտանիքներին խտրականությունից պաշտպանելուն։ Քյարան անհավատությամբ նայեց ծրարին։ Ես չգիտեմ, թե ինչ ասել։ Ասա այո, քաջալերեց Մարկոսը։ Այս հիմնադրամը կարող էր օգնել շատ մարդկանց, ովքեր հայտնվել են նույն իրավիճակում, ինչ դուք 3 տարի առաջ։ Եվ դուք կլինեիք պատվավոր նախագահը, ավելացրեց Պետրոսը։ Ձեր փորձը հեռանկարը անգնահատելի կլինեին մեր աշխատանքը ղեկավարելու համար։ Ռոզան լուր լացել սկսեց։ Քյարա, դու 17 տարեկան ես արդեն փոխում ես աշխարհը։ Իրականում միջամտեց գործակալ Կարմենը, կա մեկ պաշտոնական առաջարկ, որը ես նույնպես կցանկանայի անել։ Ազգային անվտանգության ծառայությունը ծրագիր ունի երիտասարդների համար, ովքեր բացառիկ առաջնորդություն են ցուցաբերում սոցիալական արդարադատության հարցերում։ Մենք կցանկանայինք ձեզ հրավիրել ամառային պրակտիկայի մեր տարածաշրջանային գրասենյակներում հետաքննությունների օրենքի կիրառման մասին սովորելու համար։ Քյարան զգում էր, կարծես երազում էր։ Մի քանի շաբաթ առաջ նա պարզապես ավագ դպրոցի աշակերտուհի էր, ով օգնում էր մորը ծաղկի խանութում։ Այժմ նրան առաջարկվում էին հնարավորություններ, որոնք նա երբեք չէր պատկերացրել։ Կարող եմ մտածել այս ամենի մասին, ամաչկոտ հարցրեց նա։ Իհարկե, ժպտաց Վիկտորը։ Շտապելու կարիք չկա։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ անկախ նրանից, թե ինչ կորոշես հիմնադրամի կամ պրակտիկայի վերաբերյալ, դու միշտ կունենաս մեր երախտագիտությունը, աջակցությունը։ Եվ մեր պաշտպանությունը, ավելացրեց Մարկոսը։ Եթե երբե դու կամ քո մայրը անապահով զգաք կամ ինչ-որ բանի կարիք ունենաք, մի հապաղեք դիմել մեզ։ Տղամարդկանց հեռանալուց հետո Քյարան մենակ մնաց Ռոզայի գործակալ Կարմենի հետ փոքրիկ գրասենյակում։ Գործակալը փակեց իր թղթապանակը, պատրաստվեց հեռանալ։ Գործակալ Կարմեն, ասաց Քյարան, կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե։ Ինչպես իմացաք այդ անանուն բողոքի մասին այդ գիշեր։ Ով զանգահարեց ձեզ։ Գործակալը խորհրդավոր ժպտաց։ Դա լավ հարց է։ Զանգը եկել էր քաղաքի կենտրոնի հանրային հեռախոսից, որը կատարել էր ավելի տարեց տղամարդու ձայնով ինչ-որ մեկը։ Անձը պարզապես ասաց, որ ոստիկանական կոռուպցիա է ընթանում ապահով նավահանգիստ ռեստորանի ավտոկայանատեղիում, որ դաշնային գործակալները պետք է անմիջապես հետաքննեն։ Քյարան Ռոզան հայացքներ փոխանակեցին։ Ուրիշ մեկը գիտեր, թե ինչ է կատարվում։ Ակնհայտորեն այո։ Եվ այդ մարդը ցանկանում էր ապահովել, որ արդարադատությունն իրականացվի։ Գործակալը շարժվեց դեպի դուռը։ Երբեմն Քյարա, երբ դու քաջություն ես ունենում ճիշտ բան անելու համար, դու հայտնաբերում ես, որ մենակ չես։ Աշխարհում կան այլ լավ մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել քեզ։ Նրա հեռանալուց հետո Քյարան նստեց գրասենյակի հին փայտե աթոռին, մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Պատուհանից նա կարող էր տեսնել իր որդեգրած քաղաքի ծանոթ փողոցները, բայց այժմ դրանք այլ էին թվում։ Դրանք պարզապես փողոցներ չէին, որտեղ նա մեծացել էր։
Դրանք փողոցներ էին, որոնք նա օգնել էր դարձնել ավելի արդար անվտանգ։ Ռոզան մոտեցավ, ձեռքը դրեց դստեր ուսին։ Ինչպե՞ս ես զգում քեզ։ Քիարան մի պահ մտածեց։ Կարծում եմ, ես ինձ մեծացած եմ զգում։ Կարծես վերջապես հասկացավ, որ մարդու գործողությունները իսկապես կարող են փոփոխություն մտցնել։ Եվ անում են, հաստատեց Ռոզան։ Քո քաջությունը ոչ միայն պաշտպանեց 5 լավ մարդու, այլ պաշտպանեց մարդկանց մի ողջ համայնք, ովքեր լրացվում էին ահաբեկումներով։ Մայրիկ, ասաց Քիարան, նայելով հիմնադրամի առաջարկով ծրարին, կարծում եմ ուզում եմ ընդունել։ Եվ հիմնադրամը, պրակտիկան։ Ես ուզում եմ ավելին սովորել, թե ինչպես կարող եմ օգնել մարդկանց, ովքեր անցնում են այն, ինչ մենք անցանք։ Ռոզան հպարտությամբ ժպտաց։ Ապա դա միասին կանենք։ Ի վերջո, այս ճանապարհորդությունը սկսվեց, երբ մենք երկուսս որոշեցինք լուրջ չընդունել անարդարությունը։ Մինչ նրանք կարգի էին բերում գրասենյակը, այդ օրը ծաղկի խանութը փակելու համար, Քիարան վերջին անգամ նայեց դրսի փողոցներին։ Վաղը նոր օր կլինի, նոր մարտահրավերներով փոփոխություն մտցնելու նոր հնարավորություններով։ Բայց այսօր նա թույլ կտա իրեն հպարտանալ այն ամենով, ինչ արել էր, երախտապարտ լինել այն համայնքի համար, որը սովորել էր պաշտպանել։ Արը մայր էր մտնում լճապնյա քաղաքի վրա, երկինքը ներկելով ոսկեգույն վարդագույն երանգներով, որոնք արտացոլվում էին տների պատուհաններում։ Դա գեղեցիկ մայրամուտ էր մի քաղաքում, որն այժմ մի փոքր ավելի արդար անվտանգ էր, շնորհիվ մի երիտասարդի քաջության, ով ընտրեց լուրջ չմնալ անարդարության դեմ։ Ավտոկայանատեղիում տեղի ունեցած բախումից 2 շաբաթ անց Քիարան գտնվում էր քաղաքի համայնքային կենտրոնում, Քիարա համայնքային արդարադատության հիմնադրամի առաջին պաշտոնական հանդիպման համար։ Տեղը լի էր, շատ ավելի, քան որը մեկը սպասում էր։ Ամբողջ ընտանիքներ էին ներկա եղել, շատերը անարդարության մասին իրենց սեփական պատմություններով, որոնք վերջապես բավականաչափ քաջ էին զգում կիսվելու համար։ Նստած գլխավոր սեղանի շուրջ, Վիկտորի, Մարկոսի, Պետրոսի, Թեոյի Ալանի կողքին, Քիարան դիտում էր հանդիսատեսի դեմքերը։ Նա շատերին ճանաչում էր, ռեստորանի տարեց զույգին, հակամարտությունը ձայնագրած երիտասարդ համալսարանական աղջկան, ընտանիքներին, ովքեր հաճախում էին ծաղկի խանութ։ Բայց կային նա շատ անծանոթներ, մարդիկ, ովքեր ակնհայտորեն դուրս էին եկել ստվերից, լսելով վերջին իրադարձությունների մասին։ Նախքան պաշտոնապես սկսելը, ասաց Վիկտորը, վեր կենալով դիմելու բազմությանը, ես կցանկանայի ընդունել, որ մենք այսօր այստեղ ենք շնորհիվ մի երիտասարդի բացառիկ քաջության, ով ընտրեց ճիշտ բան անել, երբ շատ ավելի հեշտ կլիներ լուռ մնալ։ Անկեղծ ծափահարություններ հնչեցին սրահում։ Քիարան զգաց, թե ինչպես են իր այտերը կարմրում, բայց նա զգաց աճող վստահություն։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում նա շատ ժամանակ էր անցկացրել կոռուպցիոն սխեմայից տուժած ընտանիքների հետ զրուցելով, յուրաքանչյուր պատմություն ավելի ու ավելի էր համոզում նրան, որ նա ճիշտ որոշում էր կայացրել։ Բայց, շարունակեց Վիկտորը, մենք նա այստեղ ենք, քանի որ հայտնաբերեցինք, որ մեր համայնքը շատ ավելի ուժեղ քաջ է, քան մեզանից որևէ մեկը պատկերացնում էր։ Ես կցանկանայի հրավիրել մի քանի մարդու, կիսվելու իրենց փորձառություններով։ Առաջինը վեր կացավ տիկին Ֆիոնան, մոտ 60 տարեկան մեքսիկացի տիկինը, ում Քիարան չէր ճանաչում։ Դողացող, բայց վճռական ձայնով նա պատմեց, թե ինչպես էր իր ընտանիքը համակարգված կերպով ոտնձգությունների ենթարկվել կոռումպացված դետեկտիվների կողմից ավելի քան 2 տարի։ Նրանք ամեն շաբաթ գալիս էին իմ ռեստորան, միշտ ինչ-որ հորինված խախտում գտնելով, ասաց տիկին Ֆիոնան։ Տուգանքներ այնպիսի բաների համար, որոնք գոյություն չունեին, փակման սպառնալիքներ, մշտական ահաբեկում։ Ես մի քանի անգամ մտածել եմ հրաժարվել։ Բայց երբ լսեցի այս երիտասարդի քաջության մասին, նա մատնացույց արեց Քիարային, որոշեցի, որ ժամանակն է ճշմարտությունը խոսելու։ Հաջորդը Աննան էր, երիտասարդ մասնագետը, ով 3 տարի առաջ տեղափոխվել էր քաղաք, հաշվապահական գրասենյակ բացելու համար։ Նրա պատմությունը նման էր, մշտական ոտնձգություններ, անհիմն հարկային հետաքննություններ, բիզնեսը փակելու փորձեր։ Նրանք ինձ ուղղակիորեն ասացին, որ ինձ նման մարդիկ այստեղ ցանկալի չեն, բացահայտեց Աննան, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Ես երբեք չհասկացա, թե ինչ նկատի ունեին ինձ նման մարդիկ մինչ հիմա։ Ես երիտասարդ էի, հաջողակ, այստեղ էի մեծացել, բայց ներգաղթյալների դուստր եմ։ Ակնհայտորեն, դա ինձ թիրախ էր դարձնում։ Պատմություն առ պատմություն բացահայտվեց։ Օլիվիան, տեղական նկարչուհին, պատմեց, թե ինչպես էին իր ցուցահանդեսները մշտապես չեղյալ հայտարարվում լիցենզավորման խնդիրների պատճառով, որոնք խորհրդավոր կերպով հորինված էին։
Ֆիլիպը, երիտասարդ ձեռներեցը, պատմեց, թե ինչպես էր իր տեխնոլոգիական բիզնեսը գրեթե ոչնչացվել անհարկի հարկային հետաքննություններով։ Քյարան լսում էր յուրաքանչյուր պատմություն, վրդովմունքի աճող վճռականության խառնուրդով։ Նա կարծել էր, որ պարզապես օգնում էր Վիկտորին նրա ընկերներին, բայց այժմ հասկանում էր, որ բացահայտել էր ճնշման մի համակարգ, որը տասնյակ ընտանիքների էր վնասում։ Երբ իր հերթը հասավ խոսելու, Քյարան նյարդայնորեն վեր կացավ։ Նա պատրաստել էր մի քանի խոսք, բայց նայելով այդ բոլոր հույսով լի դեմքերին, որոշեց խոսել սրտից։ Մեկ ամիս առաջ ես պարզապես ավագ դպրոցի աշակերտուհի էի, ով օգնում էր մորս ծաղկի խանութում, սկսեց նա։ Ես երբեք չէի պատկերացրել, որ ականատես կլինեմ մի բանի, որն այդքան կփոխի կյանքերը, ներառյալ իմ սեփականը։ Նա դադար տվեց, քաջություն հավաքելով։ Երբ տեսավ, թե ինչպես էին այդ դետեկտիվները ապացույցներ տեղադրում, իմ առաջին բնազդը թաքնվելն էր։ Ավելի անվտանգ էր ծածնել, թե ոչինչ չէի տեսել։ Բայց հետո մտածեցի մորս մասին, այն ամենի մասին, ինչ նա զոհաբերել էր մեզ այստեղ ավելի լավ կյանք տալու համար, պարոն Վիկտորի նման մարդկանց մասին, ովքեր ցույց տվեցին մեզ, որ այս քաղաքը կարող է իսկական տուն լինել։ Այժմ, լսելով ձեր բոլոր պատմությունները, ես հասկանում եմ, որ պարզապես 5 տղամարդու չէի պաշտպանում։ Ես պաշտպանում էի այն գաղափարը, որ մենք բոլորս արժանի ենք արժանապատվորեն վերաբերվելուն, անկախ նրանից, թե որտեղ ենք ծնվել, ինչպես ենք երում կամ որքան փող ունենք։ Ծափահարություններ ընդհատեցին նրա ելույթը։ Երբ լռությունը վերադարձավ, նա շարունակեց. Այս հիմնադրամը իմ մասին չէ։ Այն բոլորիս մասին է։ Այն այնպիսի համակարգ ստեղծելու մասին է, որտեղ տիկին Ֆիոնան ստիպված չլինի վախով ապրել, առավոտյան իր ռեստորանը բացելու համար։ Որտեղ Աննայի նման երիտասարդները կարող են կառուցել իրենց երազանքները, առանց հետապնդվելու վախի։ Որտեղ իմ նման ընտանիքները կարող են գտնել ոչ միայն ապաստան, այլ իսկական պատկանելություն։ Ավելի շատ ծափահարություններ, բայց Քյարան չէր ավարտել։ Եվ դա այն մասին է, որ երբ անարդարություններ տեղի ունենան, դրանք տեղի կունենան, քանի որ վատ մարդիկ միշտ կլինեն, լինի աջակցության համակարգ նրանց համար, ովքեր քաջություն կունենան բացահայտելու դրանք։ Ոչ ոք չպետք է մենակ դիմակայի կոռուպցիային։ Երբ նա նստեց, հուզական լռության պահ եղավ, նախքան ծափահարությունները պայթեցին սրահում։ Ռոզան, ով նստած էր առաջին շարքում, հպարտության արցունքներ էր մաքրում աչքերից։ Պաշտոնական հանդիպումից հետո, մինչ մարդիկ շարժվում էին սրահում, խոսելով կոնտակտային տվյալներ փոխանակելով, Քյարային մոտեցավ անսպասելի մի անձնավորություն։ Դա Ահարոնն էր, մոտ 70 տարեկան տղամարդը, ում նա ճանաչում էր որպես քաղաքի ամենահին դեղատան սեփականատեր, բայց ում հետ երբեք ուղղակիորեն չէր խոսել։ Քյարա, ասաց նա, նրա ձայնը մեղմ էր, բայց լի իմաստով, կարող եմ ձեզ հետ առանձին խոսել մի պահ։ Հետաքրքրված, նա հետեց նրան դեպի սրահի ավելի հանգիստ անկյուն։ Ես խոստովանելու բան ունեմ, ասաց Ահարոնը, շուրջը նայելով, համոզվելու համար, որ իրեն չեն լսում։ Ես էի, ով արեց անանուն զանգը ազգային անվտանգության ծառայություն այդ գիշեր։ Քյարան ցնցվեց։ Դուք, պարոն։ Ես մի ընկերուհի ունեմ, ով քարտուղար է աշխատում ոստիկանական բաժանմունքում։ Ամիսներ շարունակ նա ինձ պատմում էր տարօրինակ բաների մասին, որոնք նա նկատում էր, խորհրդավոր կերպով հայտնվող ապացույցներ, առանց պատշաճ բացատրության արխիվացվող գործեր, կասկածելի խոսակցություններ դետեկտիվների միջ։ Բայց նա վախենում էր խոսել, քանի որ աշխատանքի կարիք ուներ։ Այսպիսով, երբ դուք զգուշացրիք գործարարներին, նրանք որոշեցին հրապարակայնորեն ստուգել մեքենաները, իմ ընկերուհին խուճապահար զանգահարեց ինձ։ Նա ասաց, որ Սալյանը Օլինսը կատաղած էին, քանի որ գործողությունը վտանգվել էր։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ դուք ճիշտ էիք այն մասին, ինչ տեսել էիք։ Քյարան մշակեց տեղեկությունը։ Ինչու դուք ավելի վաղ չխոսեցիք։ Ահարոնը հոգոց հանեց։ Սկզբում վախից։ Բայց հիմնականում այն պատճառով, որ ուզում էի, որ դուք ստանաք այն վարկը, որին արժանի էիք։ Դուք էիք, ով քաջություն ունեցավ գործելու, երբ դա կարևոր էր։ Ես պարզապես հեռախոսազանգ արեցի։ Բայց առանց ձեր զանգի, դաշնային գործակալները գուցե ժամանակին չհասնեին, նշեց Քյարան։ Եվ առանց ձեր սկզբնական քաջության, ես երբեք չէի իմանա, որ պետք է այդ զանգը կատարեի, պատասխանեց Ահարոնը։ Տեսեք, Քյարա, քաջությունը վարակիչ է։ Երբ դուք որոշեցիք զգուշացնել այդ մարդկանց, ոգեշնչեցիք ուրիշներին նույնպես գործելու։ Իմ քարտուղար ընկերուհին վերջապես որոշեց ճշմարտությունը պատմել դաշնային քննիչներին։
Այլ ընտանիքներ վերջապես որոշեցին կիսվել իրենց պատմություններով։ Քաջության ալիք անցավ մեր քաղաքով, ամեն ինչ սկսվեց 17-ամյա մի երիտասարդից, ով ընտրեց ճիշտ բան անել։ Քյարան զգաց, թե ինչպես են արցունքները կուտակվում իր աչքերում։ Շնորհակալություն, որ պատմեցիք ինձ դա։ Եվ շնորհակալություն այդ զանգը կատարելու համար։ Շնորհակալություն ձեզ, ինձ դա անելու պատճառ տալու համար, պատասխանեց Ահարոնը, մեղմորեն սեղմելով նրա ձեռքը նախքան հեռանալը։ Ավելի ուշ այդ գիշեր, Քյարան տանն էր, օգնելով Ռոզային փակել ծաղկի խանութը, երբ անսպասելի զանգ ստացավ։ Դա գործակալ Կարմենն էր։ Քյարա, կներեք, որ այդքան ուշ եմ զանգում, բայց ես թարմացում ունեմ, որը կարծում եմ, որ դուք կցանկանայիք անմիջապես իմանալ, ասաց նա։ Մենք հենց նոր հաստատում ստացանք, որ կոռումպացված դատավորը որոշել է լիովին համագործակցել մեր հետաքննության հետ, դրա դիմաց նվազեցված պատժի դիմաց։ Դա լավ է, հարցրեց Քյարան։ Դա հիանալի է։ Նա մեզ տրամադրել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 15 դեպք, որտեղ ապացույցներ են հորինվել կամ մանիպուլյացիայի ենթարկվել։ Սա նշանակում է, որ մի քանի մարդ, ովքեր անարդարացիորեն դատապարտվել էին, կարող են վերանայել իրենց գործերը հնարավոր է չեղյալ հայտարարել։ Քյարան խորը բավարարվածության ալիք զգաց։ Ուրեմն ավելի շատ ընտանիքներ արդարություն կստանան։ Շատ ավելին։ Եվ կաս մի բան, դատավորը հաստատեց, որ դուք, հատկապես ձեր ընտանիքը ծաղկի խանութը, գտնվում էին հեռացման թիրախների ցուցակում։ Եթե դետեկտիվները կարողանային մեղադրել Վիկտորին նրա ընկերներին, հաջորդ քայլը կլիներ ձեր մորը ճնշելը, մինչ դուք որոշեիք լքել քաղաքը։ Քյարան ցրտություն զգաց ողնաշարում։ Նրանք իսկապես ուզում էին մեզ վտարել։ Նրանք ուզում էին, բայց չկարողացան։ Եվ հիմա, ձեր շնորհիվ, նրանք երբեք չեն կարողանա վնասել այլ ընտանիքների նույն կերպ։ Հեռախոսը անջատելուց հետո Քյարան նստեց ծաղկի խանութի հետնամասի պատշգամբում, դիտելով ծովը լուսնի լույսի տակ։ Ռոզան միացավ նրան, 2 բաժակ տաք թեյով։ Ինչի՞ մասին ես մտածում, աղջիկս։ Այն մասին, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փոխվեց, պատասխանեց Քյարան։ 1 ամիս առաջ ես անհանգստանում էի միայն դպրոցի քննությունների ձեզ ծաղիկների հետ օգնելու համար։ Այժմ ես հիմնադրամ եմ նախագահում մտածում ազգային անվտանգության ծառայությունում պրակտիկայի մասին։ Եվ ինչպես ես զգում քեզ այդ փոփոխությունների մասին։ Քյարան մի պահ մտածեց։ Վախեցած, բայց նա հուզված։ Զգում եմ, կարծես վերջապես գտա իմ նպատակը։ Ես չեմ ուզում պարզապես օգնել մեր ընտանիքին գոյատել, ես ուզում եմ օգնել այլ ընտանիքների բարգավաճել։ Ռոզան ժպտաց, ձեռքը դնելով դստեր ուսերին։ Ձեր տատիկը այնքան հպարտ կլիներ ձեզանով։ Նա միշտ ասում էր, որ իսկական ուժը գալիս է ոչ թե խնդիրներից խուսափելուց, այլ դրանց դեմ առ դեմ կանգնելուց, երբ դրանք անարդար են։ Կարծում եք, ես ճիշտ ընտրություն արեցի, ընդունելով հիմնադրամը պրակտիկան։ Կարծում եմ, դուք արեցիք միակ ընտրությունը, որը համահունչ էր ձեր էությանը, պատասխանեց Ռոզան։ Եվ կարծում եմ, որ սա ընդամենը սկիզբն է մի կյանքի, որը նվիրված է աշխարհում փոփոխություն մտցնելուն։ Նրանք հանգիստ լռեցին, դիտելով ծովի ալիքները լուսնի տակ։ Քյարան գիտեր, որ առաջիկա ամիսները մարտահրավերներ կբերեն սովորել հիմնադրամը ղեկավարել, ուսումը հավասարակշռել նոր պարտականությունների հետ, ի վերջո, ամառային պրակտիկան ազգային անվտանգության ծառայությունում։ Բայց կյանքում առաջին անգամ նա իրեն լիովին պատրաստ էր զգում դիմակայելու ցանկացած մարտահրավերի։ Քաջությունը, որը նա գտել էր այդ օրը ծաղկի խանութի պահեստում, չէր անհետացել։ Ընդհակառակը, այն աճել ամրապնդվել էր, սնուցված համայնքի աջակցությամբ, որը սովորել էր վստահել նրան, մոր կողմից, ով միշտ հավատացել էր նրա ներուժին։ Մինչ նրանք պատրաստվում էին ներս մտնել, Քյարան վերջին անգամ նայեց աստղերին։ Վաղը հիմնադրամում աշխատանքից 1 օր կլինի, ընտանիքներին օգնելուց 1 օր, անարդարության նոր դեպքեր հետաքննելու, նոր մարտահրավերներին դիմակայելուց 1 օր։ Բայց Քյարան իրեն պատրաստ էր զգում բոլորին։ Նա սովորել էր, որ քաջությունը ոչ թե ճակատագիր է, այլ ճանապարհորդություն։ Ամեն օր նոր հնարավորություններ էր ընձեռում, ընտրելու վախի գործողության, անտարբերության կարեկցանքի, լռության ճշմարտության միջ։ Եվ ամեն օր նա կընտրեր ճիշտ բան անել, ոչ թե այն պատճառով, որ դա հեշտ էր, այլ այն պատճառով, որ դա այն էր, ինչ նա որոշել էր լինել։ Մինչ նա մտնում էր ծաղկի խանութի հետի տուն, Քյարան վերջին անգամ նայեց քաղաքին, որն իսկապես դարձել էր իր տունը, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էր ապրում, այլ այն պատճառով, որ այնտեղ էր սովորել փոփոխություն մտցնել։
Եվ նա գիտեր, որ ուր էլ կյանքը տաներ իրեն, նա իր հետ կտաներ քաջության, համայնքի արդարադատության դասերը, որոնք սովորել էր այդ լճապնյա փողոցներում։ Ամաչկոտ երիտասարդը, ով թաքնվել էր ծաղիկների արկղերի հետում, դարձել էր վստահ առաջնորդ, բայց պահպանել էր բարի սիրտը, որը նրան սկզբում դրդել էր գործել։ Եվ դա, նա գիտեր, ամբողջ տարբերությունը կլիներ աշխարհում, որը դեռ մտադիր էր փոխել։ 3 տարի անց Քյարան կանգնած էր մայրաքաղաքի պետական համալսարանի բեմում, ձեռքին իր իրավագիտության բակալավրի դիպլոմը, մարդու իրավունքների մասնագիտացմամբ։ 21 տարեկանում նա ավարտել էր գերազանցությամբ արդեն ընդունվել էր սոցիալական արդարադատության մագիստրատուրայի ծրագիր։ Բայց այն, ինչ նրան ամենաշատն էր հուզում, ոչ թե ձեռքի դիպլոմն էր, այլ հանդիսատեսի ծանոթ դեմքերը, ովքեր 2 ժամ ճանապարհ էին անցել, ներկա գտնվելու այս հատուկ պահին։ Ռոզան առաջին շարքում էր, հպարտությունից շողշողուն, Վիկտորի, Մարկոսի, Պետրոսի, Թեոյի Ալանի կողքին։ Տիկին Ագնեսը, չնայած իր 75 տարեկանին, պնդել էր ճանապարհորդել, աջակցված Ահարոնի նրա կնոջ կողմից։ Աննան, տիկին Ֆիոնան, Օլիվիան, Ֆիլիպը այլ մարդիկ նույնպես ներկա էին, մարդիկ, ում կյանքերը խորապես շոշափվել էին հիմնադրամի կողմից տարիների ընթացքում։ Քյարա համայնքային արդարադատության հիմնադրամը շատ ավելի էր աճել, քան իր ամենաօպտիմիստական սպասումները։ Այժմ այն գործում էր ափամերձ 12 քաղաքներում, օգնել էր ավելի քան 300 ընտանիքի արդարություն ստանալ, ոգեշնչել էր նմանատիպ կազմակերպությունների ստեղծումը այլ մարզերում։ Ներգաղթյալ երիտասարդների համար մենթորության ծրագիրը դարձել էր ազգային մոդել, կոռուպցիայի մասին բողոքների ուղիղ հեռախոսագիծը հանգեցրել էր հետաքննությունների, որոնք բացահայտել էին կոռուպցիան քաղաքային մարզային մակարդակներում։ Ամենակարևորը, նրա հայրենի քաղաքի մշակույթը հիմնովին փոխվել էր։ Համակարգված խտրականությունը դարձել էր սոցիալապես անընդունելի, համայնքային առաջնորդների նոր սերունդ էր առաջացել։ Ավարտական արարողությունից հետո բոլորը հավաքվեցին ապահով նավահանգիստ ռեստորանում, տոնելու համար։ Հաստատությունը խորհրդանշական էր դարձել ամբողջ խմբի համար, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էր սկսվել ամեն ինչ 3 տարի առաջ այդ լարված գիշերը, այլ այն պատճառով, որ այն ներկայացնում էր, թե ինչպես կարող են տարածքներն ու համայնքները լիովին վերափոխվել, երբ մարդիկ միավորվում են հանուն արդարության։ Հիշո՞ւմ ես, երբ դու պարզապես ամաչկոտ ավագ դպրոցի աշակերտուհի էիր, կատակեց Մարկոսը անալկոհոլային շամպայնով կենաց անելիս, միշտ հարգալից լինելով խմբի ամենաերիտասարդների նկատմամբ։ Նա երբեք պարզապես ամաչկոտ չէր, ուղղեց Ռոզան, մայրական հպարտությամբ լի ժպիտով։ Միշտ ունեցել է այդ ներքին ուժը, որը բաբախում էր նրա մեջ։ Պարզապես ճիշտ հանգամանքի կարիք ուներ, այդ ամբողջ քաջությունը բացահայտելու համար։ Վիկտորը վեր կացավ, խնդրելով բոլոր ներկաների ուշադրությունը։ Քյարա, մենք գիտենք, որ դուք ընդունվել եք մագիստրատուրայի ծրագիր մայրաքաղաքում, բայց դա նշանակում է 2 տարի հեռու մեր քաղաքից, հեռու այն հիմնադրամից, որը դուք կառուցել եք այդքան սիրով նվիրումով։ Այսպիսով, մենք 5-ով որոշեցինք ստեղծել հատուկ աջակցության հիմնադրամ, որը թույլ կտա լրիվ դրույքով աշխատակազմ վարձել հիմնադրամի համար։ Այսպիսով դուք կարող եք լիովին կենտրոնանալ ձեր ուսումնասիրությունների վրա, իմանալով, որ աշխատանքը կշարունակի աճել օգնել ընտանիքներին։ Երախտագիտության արդյունքներ կուտակվեցին Քյարայի աչքերում։ Դուք պարտավոր չեք դա անել։ Իհարկե պարտավոր ենք, ամուր ընդհատեց Ալանը։ Դուք մեզ փրկեցիք 3 տարի առաջ, բայց ավելին, դուք մեզ սովորեցրիք մեր համայնքին ապրելու նպաստելու նորց։ Սա մեր ներդրումն է ապագայի մեջ, արդարադատության պաշտպանների հաջորդ սերնդի մեջ, ում դուք կմարզեք կոգեշնչեք։ Տիկին Ֆիոնան վեր կացավ, նրա ձայնը լի էր խորը հուզմունքով։ Քյարա, երբ դուք քաջություն ունեցաք խոսել այդ գիշեր 3 տարի առաջ, դուք փոխեցիք ոչ միայն մի քանի մարդու ճակատագիրը։ Դուք լիովին փոխեցիք մեր քաղաքի հոգին։ Իմ թոռները հիմա մեծանում են մի վայրում, որտեղ գիտեն, որ կպաշտպանվեն, որտեղ իրենց ձայները իսկապես կարևոր են։ Ահարոնը ամուր ձայնով ավելացրեց. Ես ուզում եմ կարևոր բան կիսվել ձեզ հետ։ Անցյալ շաբաթ ես անսպասելի զանգ ստացա հեռավոր քաղաքի մի երիտասարդից։ Նա տեսել էր տեղական կոռուպցիա, ուզում էր իմանալ, թե արդյոք պետք է բացահայտի։ Գիտեք, թե ինչու նա հենց ինձ զանգահարեց։ Որովհետև լսել էր քաջ աղջկա մասին, ով փոխել էր մի ամբողջ քաղաք, անարդարությունը բացահայտելով։ Քյարայի պատմությունը ոգեշնչում է երիտասարդներին ամբողջ մարզում, գտնելու իրենց սեփական ներքին քաջությունը։ Կա մի բան, որը միշտ ուզել եմ հարցնել, ասաց Օլիվիան։ Երբ զղջացել եք, որ ներգրավվեցիք։ Քյարան խնամքով մտածեց։
Երբեք չեմ զղջացել, որ բացահայտել եմ այն, ինչ տեսել եմ։ Երբեմն մտածում եմ, թե ինչպես կլիներ, եթե լուռ մնայի, արդյոք ավելի պարզ կլիներ։ Բայց հասկանում եմ, որ պարզությունը մի արժեք չէ, որով ուզում եմ ապրել։ Ես նախընտրում եմ արդարադատությանը նվիրված կյանքի բարդությունը։ Թեոն ժպտաց։ Դա հենց սպասված պատասխանն է։ Դրա համար էլ գիտենք, որ դուք կօգտագործեք ձեր կրթությունը, ձեր ազդեցությունը բազմապատկելու համար։ Երբ գիշերն առաջ էր ընթանում, Քյարան իրեն հանգիստ պահի մեջ գտավ Ռոզայի հետ։ Մայրիկ, շնորհակալություն, որ սովորեցրեցիք ինձ, որ մեր պատասխանատվությունը գոյատումից վեր է, ասաց նա։ Այն ամենը, ինչ ես ձեռք բերեցի, սկսվեց այն արժեքներից, որոնք դուք ինձ փոխանցեցիք։ Ռոզան գրկեց դստերը։ Տեսնել ձեզ դառնալու առաջնորդ, ում ուրիշները հիանում են մոր համար ավելի մեծ նվեր չկա։ Նրանք դիտեցին ծովը աստղերի տակ, նույն ծովը, ինչ 3 տարի առաջ, բայց ամեն ինչ փոխվել էր։ Ո՞րն է հաջորդ քայլը, հարցրեց Ռոզան։ Մագիստրատուրայի ընթացքում ես ուզում եմ ուսումնասիրել, թե ինչպես վերարտադրել մեր մոդելը գյուղական համայնքներում։ Հետո, գուցե քաղաքականություն կամ ազգային իրավաբանություն։ Բայց գիտեմ, որ դա կլինի մի բան, որը կպատվի այդ կեսօրվա դասը, մեկ մարդ կարող է փոփոխություն մտցնել, բայց միացյալ համայնքը կարող է փոխել աշխարհը։ Երբ նրանք հրաժեշտ տվեցին, յուրաքանչյուր մարդ կրում էր պարտավորություն, շարունակելու կառուցել ավելի արդար հասարակություն։ Քյարան վերջին անգամ նայեց քաղաքին, որը ձավորել էր իրեն։ Ծանոթ փողոցները, ծովը, որն ականատես էր եղել այդքան կարևոր պահերի, ամեն ինչ կարծես փայլում էր այն խոստումով, որ արդարադատության աշխատանքը կշարունակվի, ղեկավարված նոր ձեռքերով, բայց առաջնորդված նույն քաջության, կարեկցանքի համայնքի արժեքներով, որոնք ամաչկոտ երիտասարդին վերածեցին ազգային առաջնորդի։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Քյարայի նրա քաջության ճանապարհորդության պատմությունը խորապես շոշափել է ձեզ։ Ինչպես այս երիտասարդը հայտնաբերեց, որ մեկ մարդ կարող է փոփոխություն մտցնել, դուք նույնպես ունեք ձեր համայնքները քաջության կարեկցանքի արարքներով վերափոխելու ուժը։ Ավելի շատ ոգեշնչող պատմությունների համար, որոնք նշում են մարդկային ոգու ուժը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ակտիվացնել ծանուցումների զանգը։ Դրեք լայք, եթե Քյարայի պատմությունը ոգեշնչել է ձեզ մեկնաբանություններում, կիսվեք ձեր սեփական քաջության փորձառություններով կամ պահերով, երբ ընտրել եք ճիշտ բան անել, նույնիսկ վախենալով։ Միասին մենք կարող ենք ստեղծել մարդկանց համայնք, ովքեր պատրաստ են պաշտպանել արդարադատությունը, աջակցել միմյանց։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ։